Ես շատ սպասելիք ունեմ այսօր, կարծում եմ, որ ինչ-որ արդար մի բան կայացնի դատավորը, որտեվ պարոն Համբարձումյանը շատ հայրենասեր, շատ սկզբունքային, շատ ուժեղ էություն ունի եւ իհարկե դե այսօրվա վիճակը այնպիսին է, որ հայ ժողովրդի բոլոր լավագույն զավակներին կալանավորում են, այդ թվում նաև Դավիթ Համբարձումյանի նման հզոր տղային կալանավորեցին։ Հիմա ակնկալում ենք, որ ինչ-որ այսպես մի ազատություն եւ փրկություն լինի, որտեղ ինքը շատ ժողովրդին հարկավոր է, ինքը շատ օգնել է եւ արցախցիներին եւ Մասիսի ժողովրդին, հրաշալի հայ է ինքը։ Ես բնիկ երևանցի եմ։ Ինչպես եք ծանոթ պարոն Համբարձումյանի գործունեությանը, անձամբ ճանաչում եք թե լրատվամիջոցների։ Ոչ, անձամբ առիթ եմ ունեցել ծանոթանալու։ Մենք ուրեմն Մասիսի շրջանում ունենք եկեղեցի։ Ես Նախիջևան հայրենակցականի միության անդամ եմ եւ ամեն հոկտեմբերի 2-րդ կիրակին մենք հանդիպում ենք այդ եկեղեցում եւ այնտեղ մի քանի անգամ եղել է նաեւ պարոն Համբարձումյանը եւ հետո մեկ անգամ ես պետք է դեղորայք ուղարկեի Արցախ, արդեն փակված էր Արցախի վիճակը, դեղորայք պիտի ուղարկեի եւ ես խնդրեցի պարոն Համբարձումյանին, որ ինքն էլ օգնի ինսուլինով եւ ինքը շատ պատրաստական ընդունեց ինձ եւ օգնեց այդ առիթը։ Այո, ես էի ուղարկում, մեծ քանակը արդեն ճարելնի, ուղղակի ինսուլինը պակասում էր եւ ես խնդրեցի պարոն Համբարձումյանին, որ ինքն էլ օժանդակի, այդ դեղորայքը ուղարկեցինք Արցախ։ Այդպես։